Դեռ 12 տարին չբոլորած Գուրգեն Մահարին հազարավոր գաղթականների հետ բռնում է անհայտ հեռուների, մահերով ու սարսափներով լի ճանապարհը։ Առավոտ լուսո եղավ եւ ըստ ամենայնի արդար արեգակ, թեպետ չեն երևում ոչ առավոտը, ոչ արևը։ Չեն երևում, որովհետև փոշին կանգնել էր եւ առավոտի եւ լույսի, եւ արեգակի, եւ արդարության դեմ։ Փոշու մեջ լողացող աղմկոտ մարդիկ, կանայք, երեխաներ, սայլեր, անասուններ։ 1915 թվին ես Էջմիածին ընկա, հետո Դիլիջան, հետո Երևան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որփանոցից որփանոց։ Այսպես է սկսվում մանկություն ու ծննդավայրը կորցրած ապագա բանաստեղծի պատանեկությունը։ Առաջին բանաստեղծությունը նա գրեց Դիլիջանի որփանոցում։ Այն հայրենի տան եւ հարազատների կարոտով ներշնչված 15-ամյա պատանու վերհուշներ։ Բանաստեղծությունը տպագրվում է Աշխատանք թերթում։ Դիլիջանի երրորդ որփանոց, շատ մեծ պատճառներ ունեմ քեզ չմոռանալու եւ չեմ մոռանա։ Ծանոթ ես Մահարու ստեղծագործություններին, գրիր մեկնաբանության մեջ։